Ուրոլոգիան երկրորդ գերիատրիան է, մարդիկ ովքեր հենց ամենաշատ պացիենտների հոսքը լինում է հենց 60+ տարիքում, ամենահիվանդությունները ուրոլոգիայում ավելի արտահայտված են դառնում 60+ տարիքում, ու դրա համար շատ կարևոր է նմանատիպ հաղորդում ունենալը ու նմանատիպ եթերներին գալը, ես մեծ սիրով եմ, գիտեք, համեցել ստեղ։ Ես շատ շնորհակալ եմ, որ նաև դուք ինձ ուղղորդեցիք, որովհետև ես իհարկե գիտեմ, որ խոսքը բնակչության 30%-ի մասին է, բայց որ նաև ձեր ոլորտում այս խնդիրները կան ու մարդիկ դիմում են, ինձ համար էլ էր նորություն։ Մի քիչ ընդհանուր բնույթի տվյալներ տանք, երբ որ ասում ենք ուրոլոգիական հիվանդություններ, ինչ նկատի ունենք։ Նկատի ունենք տղամարդկանց միզասեռական համակարգը, համ միզային, համ սեռական համակարգը եւ կանանց միզային համակարգի խնդիրները։ Ու ավելի մանրամասն բացատրեմ, եթե դեմ չեք, դա առաջի հերթին ամենաշատը երիկամաքարային հիվանդությունն է, այսինքն պոչկի քարը, ասենց ասեմ, մարդիկ ավելի հասկանալի լինի։ Դա այդ պոչկի պրիստուպներն են, քարերն են, կիստաներն են երիկամների, որ մեծ տարիքում շատ են հանդիպում, շատ են հանդիպում։ Տղամարդկանց մոտ շագանակագեղձի բարորակ գերաճն ադենոման, որ ասում են ադենոմա ունեմ, ադենոմա էլ չէ, ադենոմիա։ Ոնց ասում են պացիենտները, բուժառները, այդպես էլ ասեք, որ ճանաչեն հիվանդությունը։ Շագանակագեղձի ադենոման, շագանակագեղձի քաղցկեղն է, միզային համակարգի տարբեր տեսակի ուռուցքային հիվանդություններն են, միզապարկի, երիկամների, միզածովանի քաղցկեղն է եւ շատ խնդիրներ կապված իրենց հորմոնալ համակարգի հետ։ Մենք sense հասկացողություն ունենք, կանանք ունենք չէ կլիմաքս հասկացողությունը, մենոպաուզան, բայց կա նաեւ անդրոպաուզա։ Երբ որ տղամարդու հորմոնալ համակարգն է գնում դեպի իջեցում եւ տղամարդկանց մոտ են ի հայտ գալիս որոշակի խնդիրներ սեռական կյանքի հետ կապված։ Առաջ թյուր կարծիք կար, որ դե 60-ից հետո ինչ սեռական կյանք, բայց հիմա դա փոխվել է շատ մեծ տարիքում տղամարդիկ գալիս են հենց այդ խնդիրը կարգավորելու համար, որովհետև դա մարդու բնական կյանքի կարգ ու կանոնի հատվածն է կազմել տասնյակ տարիներ ու ինքը չի կարող հրաժարվի դրանից, ինչը ասում են տարիքը անցա ու իսկ մենք այդ տարիքում փորձում ենք հենց այդ խնդիրները լուծել։ Բժիշկ Տոնյան, արդյոք դա է պատճառը, որ մարդիկ մի տեսակ ամոթխածության ոնց որ քողով շղարշեն այս ոլորտի խնդիրները, ել չասենք, որ դրա տակ նաև սեռականը թողեցինք մի կողմ, բայց միզային համակարգն է ոնց որ տուժի էլի, որ հաղորդումը գալուց առաջ հիշում եք, իրար հետ խոսում ենք, դուք ասում եք, հենց եթերում ասում ցիստիտ, ասում եմ, հա, դա հիվանդության միջազգային անվանումն է, ցիստիտ, միզապարկի բորբոքումն է, ու իրան պետք է լուրջ վերաբերվել, որովհետև միզապարկի բորբոքումը ցիստիտը ինքը լուրջ խնդիր է, ու հա, շատ ժամանակ ասում են, դե տղամարդ ուրոլոգի մոտ չեն գնա միզապարկի խնդիր, բայց ուրիշ բժիշկ էլ չպետք է զբաղվի, դա հենց ուրոլոգիական բուն խնդիր է, որով զբաղվում են բժիշկ ուրոլոգները, ասեմ ավելի նեղ մասնագիտացում ունեն հենց այդ հիվանդությունների բուժման համար, օրինակ, հենց ես, որ շատ եմ սիրում դրանով զբաղվել, ու 60-ից կանանց մոտ, այսինքն կանանց, ովքեր այդ մենոպաուզան տեսել են, կլիմակտերիկ տարիքից հետո կանանց մոտ ցիստիտին ավելի սրված է ու լրիվ ուրիշ բուժում է պահանջվում, ոչ թե բակ անալիզ հանձնեն, շատերը ով այդ խնդիր ունեն, հիմա նստած ուշադիր լսում են, ոչ թե բակ անալիզ հանձնեն, անտիբիոտիկ խմեն, բակ անալիզ հանձնեն, անտիբիոտիկ խմեն, այլ կլիմակտերիկ տարիքում պետք է հաշվի առնել շատ ու շատ հանգամանքներ կնոջը բերելու համար այն ռելսերի վրա, որ իր ցիստիտը անցնի։ Այս խնդրումը լինում է նաև տղամարդկանց մոտ, թե միայն ցիստիտը կնոջ։ Բուն ցիստիտը բնորոշ է կանանց, տղամարդկանց մոտ, եթե միզապարկի վրա բուն վիրահատություն չի կատարվել, շատ քիչ է հանդիպում։ Տղամարդկանց մոտ ավելի ստորին միզուղիների բորբոքումներն են, դա շագանակագեղձի բորբոքումն է, պրոստատիտն է։ Համորձիների բորբոքումներն են, օրխիտը, օրխեպիդիդիմիտն է, որը ցուրտ եղանակին, նամանավանդ հիմա այս եղանակին շատ բնորոշ է տղամարդկանց։ Հիմա որ ամոթի ճիշտ բժշկի հարցին անդրադարձանք, հիմա արդեն գանքը բուն խնդրին, որ ասում եք 55-ից հետո 60-ից հետո տղամարդու միզային համակարգում ինչ հիվանդություններն ի հայտ գալիս, ինչքանով են վտանգավոր։ Իջնենք տարիքը 50-ի վրա կանգնենք, Եվրոպայի ուրոլոգների ասոցիացիան եւ ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիան վերցրել են 50 տարիք, ինչպես նաեւ հայկական ուրոլոգիական ասոցիացիան։ 50 տարեկանում յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է, չեմ ասում պետք է, պարտավոր է հանձնի PSA քննության անալիզ։ Ինքը Երևանի ու մարզերում տատանվում է իր գինը 3000-ից 6000 դրամի սահմաններում, բայց հուսանք առողջապահության նախարարության համապարփակ ապահովագրությունը երբ որ մտնի, այդ անալիզները կմտնեն չեքափերի մեջ, այսինքն պարտադիր սկրինինգների մեջ ու գիտենք 65+ տարիքը մտնում է պետությունն է ֆինանսավորելու, այս փոքրիկ այտենց ուրախալի լուր է էլի Հայաստանում լինելու ու այդ անալիզը կմտնի նաև անվճարի մեջ։ Տարին մի անգամ հանձնում ենք PSA քննություն, ինչը ինքը պրոստատ սպეციფიկ անտիգենը բարձրանում է մի քիչ, երբ որ պրոստատում որևէ
որևէ խնդիր կա, այդ թվում եւ պրոստատի քաղցկեղ։ Եթե մենք տեսնում ենք PSA բարձրացած թվեր, մենք հիվանդին արդեն պետք է շարունակենք հետազոտել, կատարել օրինակ MRT քննություն կամ շագանակագեղձի բիոպսիա, վերցնել կտոր, հասկանալ այնտեղ ուռուցքային process կա թե չէ։ Լավ լուրը։ Եթե շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլերում, որը հենց PSA screening-ը թույլ է տալիս, ինքը 100 չէ, 150%-անոց բուժվում է։ Հնարավոր է հենց մի հատ վիրահատությամբ ամբողջ հարցը ավարտվում է, մարդը գնում է ապրում է իր նորմալ բուն կյանքով։ Միզային համակարգի խնդիրներ, այստեղ ավելի պետք է իջնենք տարիքը 40-ից սկսած, խորհուրդ ենք տալիս տարեկան 1 անգամ անցնել միզասեռական համակարգի սոնոգրաֆիկ հետազոտություն։ Երևի մեր հյուրերին հետաքրքիր կլինի պատմությունով պատմեմ, մեր բժիշկներից մեկին ուղղակի ոչ թե զվարճանքել ուսուցման նպատակով սոնոգրաֆիկ հետազոտություն էինք անցկացնում, այն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում էի աշխատում, ասի արի մի քիչ ձեռս բացելու համար սոնոգրաֆիա անեմ ու ուղղակի ոչ մի գանգատ, ոչ մի երևույթ, ոչ մի բան չկա ու երիկամի վրա հայտնաբերեցին գոյացություն։ Գոյացությունը կատա հետազոտություն ցույց տվեց, որ չարուրա գոյացությունը։ 3 օրից վիրահատություն կատարեցինք, վերացրեցինք ուռուցքը ու վերջացավ։ Այսինքն հնարավոր եղավ շատ վատ ուռուցքը, որը կարար 1-2 տարում այդ մարդուն սարքել։ Կյանքարժեններ, մենք ընդամենը մի քանի րոպեում այդ հարցը լուծեցինք։ Զուտ վաղ հայտնաբերման։ Տարին մի անգամ սոնոգրաֆիկ հետազոտությունը պոլիկլինիկաներում բոլոր մարդիկ նավանգատ եթե ունեն, իրենք կարող են անցնել անվճար։ Այսինքն մենք ունենք PSA ու սոնոգրաֆիկ հետազոտություններ։ Երկու պարզ գործողություն, որ եթե տղամարդիկ կատարեն 40-ից հետո սոնոգրաֆիկ հետազոտությունը եւ կանայք։ PSA սոնոգրաֆիա տղամարդիկ, սոնոգրաֆիան կանայք եւ տղամարդիկ միասին։ Մարդու կնիկ վերցնում են թեթև են, գնում են պոլիկլինիկա սոնոգրաֆիան անցնում են։ Վառ գանգատները, որոնց պետքա վազել հիվանդանոց։ Չէ, վազել հիվանդանոց։ Ուշադրություն կարաք դարձնեք ձեր ճնշմանն ու շաքարին։ Վազել հիվանդանոց, այսինքն գանգատն եղավ գիշերվա կեսին մոտենալ հիվանդանոց։ Առաջինը արյունամիզությունն է։ Մեզում արյունը ոչ մի տեսակ նորմալ չի։ Այսինքն եթե տղամարդը կամ կինը գնացին զուգարան, զուգարանը կոնքում արյուն տեսան, թեկուզ մի փոքր, թեկուզ աննշան, թեկուզ իրանց թված ավելի լավ է մի հատ ավել հետազոտվել, որտեղ արյունամիզությունը շատ լուրջ հիվանդությունների մասին կարա խոսա։ Մայր մարդիկ միշտ միզաքարային հիվանդությանը մատերի արանքով են ասում, դե կարող է ավազ է եկել, հա, բայց դա էլ նորմալ չի։ Ավազ է եկել վնասել է միզուղիները, պետքա դրանով զբաղվել։ Երկրորդը կարան լինեն հենց ուռուցքային հիվանդությունների առաջին նշանները։ Վերջերս շատացել են ուռուցքային միզապարկի ուռուցքները, որոնք հենց արյունամիզության գանգատով մարդը դիմում է կլինիկա, ու մենք հայտնաբերում ենք միզապարկի գոյացություններ։ Մի միջանկյալ հարց տամ, երբ որ արդեն արյունամիզությունն է, սա կարող ենք ասել, թե հիվանդության որ փուլում է արդեն բարձ թե նայեք, առաջ մենք մտածում ենք, որ հա, արդեն վատ, բայց այս վերջի 1-2 տարում ես բազմաթիվ դեպքեր եմ ունեցել, որ առաջի աստիճանի, առաջի ստադիայի PTA, PT1 միզապարկի ուռուցքները արյունահոսում են։ Ու այդ հիվանդներին, դա կապված է նաև, որ իրենք ճնշման համար գնացել են հիվանդանոց, իրանց ասպիրին են տվել, իսկ քանի որ դա զգայուն լավ անօթավորված զոնա է, սկսել է արյունահոսել, ու ասում են փառք տվեք Աստծուն, որ հա, ես հիվանդներին ասում եմ գնացեք մատաղարեք, հա, չգիտեմ, ճնշման կամ ինչի համար իրենք խմում են կարդիո ասպիրին, կարդիոմագնիտ կամ արյուն ջրի կասնող ուրիշ տեղեր, մենք ստե կոագուլյացիայի հետ խնդիրներ ենք ունենում։